Բարոյասելի քո եղբայրներ ջան, եկեք շարունակենք մեր թեման, ինչպես պայքարենք դեպրեսիաների դեմ։ Առաջի մեր հատվածում մենք տեսանք պայմանական մոնիզմի սկզբունքը, որը ուսումնասիրում է մեր ընդհանուր մարդկային երկու սուբստանցիաների եւ միությունը եւ նրանց փոխազդեցությունը մեկը մյուսի վրա։ Երկրորդ թեզիսի մեջ մենք շատ կարևոր բան տեսանք, որ որքանով էլ որ մարդու ոչ նյութական, հոգեվոր կամ շնչավոր այդ ոչ նյութական մասը մարդու կրում է ամբողջական հատկություններ, բանականությունը, հասկացողությունը, էմոցիաները, զգացմունքները, զգայարանի դաշտը, կամքը, որոշումները, որքանով էլ որ նրանք արկա են ամբողջական, երբ որ այդ անձը, այսինքն հոգին միացած է մարմնի հետ, մենք տեսնում ենք, որ որոշակի առումով նաև մարմնի տկարությունը եւ սահմանափակությունը անդրադառնում է եւ սահմանափակում է նաև այդ հոգու այդ հատկությունները։ Մենք նաև երկրորդ թեզիսի մեջ սա տեսանք, այսինքն եթե մարդը մահանում է, այսինքն մահվան process-ով անցնող անձը, երբ որ հոգին արդեն տիրոջ մոտ է, այդ ժամանակ մենք տեսնում ենք, որ որոշակի իր հատկությունները պահպանված են, վնաս չի կրում, բայց երբ որ այդ անձը, այսինքն մտածելակերպը, բնական մասը, եթե գտնվում է մարմնի մեջ եւ վնասված է նրա ֆիզիոլոգիական ուղեղը, մենք տեսնում ենք, որ տկար է նաեւ այսինքն սահմանափակություն անդրադառնում է նրա այդ հոգեվոր այդ կարգի վրա, այսինքն այդ հատկության վրա չի կարողանում ամբողջական արտահայտի իր մտքերը եւ մտածելու հետ կարա խնդիր ունենա։ Այսինքն սա երկրորդ մենք թեզիսը նայեցինք եւ ինչի ենք մենք սա նայում, որպեսզի մենք ամբողջական տեսնենք ընդհանուր այդ process-ը, այսինքն երբ որ մենք խոսում ենք դեպրեսիաների մասին, մենք պետք է հասկանանք, որտեղ դեպրեսիա կարա առաջանա ֆիզիոլոգիական աղբյուրներից, կոնկրետ ֆիզիկական մարդու օրգանիզմում մարմնի, այսինքն այդ տկար մարմնի դեռ ապականված մարմնի մեջ կարա առաջանա որոշակի առումով ֆիզիոլոգիական երևույթներ, հորմոններ արտադրվի կամ այն ստանդարտ հորմոնները, որ պիտի արտադրվեն, չարտադրվի, այսինքն սրանք բոլորը ֆիզիկական պատճառ են, այսինքն ֆիզիկական հիմք ունեն։ Կարա այսինքն կարա դեպրեսիայի կարգավիճակը, հոգեվիճակը արտադրվի այդպիսի տեսքից, այսինքն ֆիզիոլոգիական աղբյուրներից, եւ կարա լինի որոշակի առումով նաեւ հոգեվոր սկզբունքներ, հոգեվոր ճշմարտությունների բացակայություն, որի արդյունքում կարա անձը ունենա որոշակի վախեր, որ մենք նույնիսկ երրորդ թեզիսի մեջ մենք անդրադարձանք, որ կարա անցյալից գա այդ վախերը, եւ այդ վախերը դրթեն մարդուն նույնպես հոգեվիճակի, այսինքն նույնպես դեպրեսիվ վիճակների։ Այսինքն կարա լինի երկու աղբյուրներից էլ առաջանա այսպիսի դեպրեսիվ վիճակ։ Սա մենք երկրորդ թեզիսի մեջ անդրադարձանք։ Ուրեմն շատ կարևոր է։ Եվ երրորդ թեզիսը մենք անդրադարձանք, ուղղակի ես բաժանեցի այս թեզիսները ամեն մեկին մի ձայնագրություն, որպեսզի ամբողջական տեսնենք։ Երրորդ թեզիսի մեջ մենք տեսանք մեր անցյալի վնասը կամ անցյալի ազդեցությունը մեր այդ վիճակներին, այսինքն անցյալը կարող հանդիսանալ նույնպես պատճառ մեզ այդ վիճակների մեջ գցելու։ Դրա համար մենք անդրադարձանք, որ անցյալում կարա հոգեվոր սկզբունքներ փոխանցվեն հիշողության միջոցով եւ նաեւ կարա ֆիզիոլոգիական անձը անցյալում, այսինքն ոչ մեղավոր կյանք վարելու վարքի արդյունքում ձեռք բերի կոնկրետ ասենք ստամոքսի խնդիրներ, որոնք անդրադառնան մարդու ներվային վիճակին, որը նաեւ մարդուն մղի դեպրեսիայի կամ մարդը կորցնի կոնկրետ ոդկա անցյալ ձայնագրության մեջ եւ սահմանափակ լինի Քրիստոսի մեջ, բայց մենք կարևոր բան տեսանք, որ անցյալի ազդեցությունը չի լուծվում դեպի անցյալ վերադառնալով։ Անցյալի ազդեցության լուծումը գտնվում է ներկայի մեջ, Քրիստոսի մեջ, եւ անձը պիտի կենտրոնանա ավելի Աստծո շնորհքի ազատարար հատկության, քան թե իր անցյալից ձեռք բերած այդ խնդիրներին եւ խորանա դրանց մեջ։ Սա մենք տեսանք որպես երրորդ թեզ։ Մեր չորրորդ թեզիսը առավել այն վերաբերվում է հոգեկան հիվանդություններին, որովհետեւ տեսեք, որքանով էլ մենք Քրիստոսի մեջ ենք, որպես հիվանդություն կարա փոխանցվի նաև հավատացյալին որոշակի հոգեկան հիվանդություններ, որոնք նույնպես կարան ավելի դառնան նպաստող միջոցներ, որպեսզի անձը գնի դեպրեսիաների մեջ։ Հիմա մեր չորրորդ թեզիսը է, բայց որպեսզի մենք ավելի ամբողջական անցալենք սա, տեսեք, սա շատ կարևոր է եւ շատ քչերն են խոսում այս մասին, բայց սա իրականություն է, սա մեր կյանքում արկա իրականություն է։ Դրա համար այն կարա փոխանցվի որոշակի առումով ժառանգաբար, գեների միջոցով փոխանցվի, որոշակի անցյալում նաև վնաս կրելու, այսինքն անձի ուղեղը վնասվել է եւ ի վերջո հոգեկան խնդիրներ առաջակի։ Այսինքն ամեն դեպքում տարբեր կերպերով կարա նաև նույնպես մենք դիտարկում ենք եւ կարա լինի ֆիզիոլոգիական աղբյուրներ եւ կարա լինեն նաև հոգեվոր աղբյուրներ, այսինքն հոգեկան այդ վիճակի մեջ բերելու։ Հիմա հոգեկան հիվանդությունների մասին երբ որ մենք խոսում ենք, մի կարևոր բան, այստեղ մենք տեսնենք։ Ընդհանրապես ելնես աստվածաբանության մեջ որևէ մեկ աստվածաբան, եթե իհարկե ողջամիտ վարդապետության օղակներում է դիտարկում Աստվածաշունչը, երբեք որևէ մեկ հատվածի վրա աստվածաբանություն չի հիմնում։
մեկ հատվածի վրա աստվածաբանություն չի ունում, սակայն նրանք օրթոդոքսից դուրս հավատացյալները, որոնք աստվածաբանություն չունեն, մեծ մասամբ դրանք մենք կոչում ենք աղանդավոր, այն հերձվածող հասկացողությունն է, հերձվածող նշանակում է ընդհանուր դոկտրինալ սյուներից, այսինքն վարդապետական ողջամիտ սյուներից հեռացած, այսինքն անց ով չունի այդ վարդապետական դոկտրինները, վարդապետական սյուները, ողջամիտ վարդապետությունը, որոշակի կոնկրետ սյուներ, օրինակ դա կարելի փրկagorցության վերաբերյալ, շատ կարևոր սկզբունքներ, մեղքի վերաբերյալ, մարդու առաջնային անկման վերաբերյալ, այսինքն եթե չկա կոնկրետ աստվածաշնչյան ուսուցում եւ այդ անձը հեռացած է այդ ուսուցումներից եւ փորձում է ինքը նոր հեծանիվ հորինի, նոր վարդապետություն հորինի, սրանք ավելի աղանդավոր սկզբունքներ, նա մերժում է նաեւ տիեզերական ժողովները, որտեղ ամբողջ հավատացյալները, եկեղեցական հայրերը, աստվածաշունչը լավ իմացող, ուսումնասիրող, լեզուները, բնագրի լեզուներ իմացողները եկել են եզրակացության եւ ինքը մերժում այս ամենը, ի վերջո կարա լինի մեծ խնդիր, այսինքն աղանդավոր հասկացողությունը նույնպես այն կապված է վարդապետական, ողջամիտ վարդապետությունը մերժելու սկզբունքի հետ, որտեղ աղանդավոր հասկացողությունը երբեք այլ բան չի նշանակում, այսօր կարա աղավաղված լինի այդ նշանակությունը, բայց մենք խոսում ենք կոնկրետ աստվածաբանության հիմք ունեցող բառի նշանակության մասին։ Հիմա երբեք որևէ մեկ աստվածաբան, ով խոր ուսումնասիրում աստվածաշունչ եւ նպատակն է Աստծո շնորհք ունի աստվածաշունչն ուսումնասիրելու, այս անձը երբեք մեկ հատվածի վրա վարդապետություն չի հիմնում։ Դրա համար, որpիսի մենք տեսնենք որևէ մեկ թեմայի շուրջ վարդապետություն, մենք պետք է ուսումնասիրենք ամբողջ աստվածաշունչը եւ բոլոր կողմերից։ Սա ամենակարևորը։ Տեսեք, օրինակ աստվածաշունչում մենք ունենք հոգեկան հիվանդության որոշակի պատճառներ, երբ որ տեսնում ենք Աստված այն ուղարկում է որպես մեղքի հետևանք, այսինքն որպես պատիժ։ Ինչպես մենք սա կարանք տեսնենք Նաբուգդանասորի կյանքում, երբ որ անձը հպարտացավ, Աստված ճանաչությունը ամբողջացած էր իր անձի եւ իր փառքի վրա, Աստված որոշակի առումով նրան ուղարկեց այդ հոգեկան հիվանդությունը։ Ինչպես ենք մենք սա տեսնում։ Սա այն վիճակն է, երբ որ անձը դառնում է ուղղակի անասուն։ Այսինքն 7 տարի Նաբուգդանասոր այդ հռչակավոր թագավորը, աշխարհի մեծ մասը զավթող թագավորը, բոլորի աչքի առաջ խոտ էր ուտում եւ եղունգները երկարեց, այսինքն անաստական կյանք էր վարում պարտեզի մեջ եւ բոլորի աչքի առաջ եւ հետագայում մենք տեսնում ենք որ Աստծո ողորմությունով եւ շնորհքով 7 տարի հետո նրա խելքը այսինքն վերադարձրեց Աստված նրա հասկացողությունը այսինքն վերտեսնում ենք այդ հիվանդությունը որպես պատիժ տրվեց Նաբուգդանասորին սակայն սա երբեք ցա թույլ չի տալի մեզ որ մենք հոգեկան հիվանդություններին դիտարկենք որպես պատիժ Այո, այն կարա գա որպես պատիժ։ Հիմա ես որոշակի առումով 3 թեզիս նույնպես մենք կարադառնանք, թե ինչպես կարա լինի հոգեկան հիվանդությունը կամ ինչ պատճառով կարա Աստված այն ուղարկի մարդու կյանք, հավատացյալի կյանք։ Նորից եմ ասում, այն կարա լինի ֆիզիոլոգիական, կարա լինի որոշակի առումով ժառանգաբար փոխանցված բան, բայց ինչի համար է սա, որը նպատակ եւ շատերը ընկնում են դեպրեսիայի մեջ, զուտ այս հարցի պատասխանը չունենալով, ինչի Տեր Աստված թույլ տվեցիր այս հիվանդությունը ինձ։ Ինչի։ Սա շատերի մոտ է, որոնք ունեն այդ խնդիրը, այսինքն հոգեկան որոշակի սկզբունքների մեջ հիվանդություն, նրանց այդ հարցը միշտ կարա բերի դեպրեսիայի մեջ։ Ինչի Տեր Աստված թույլ տվեցիր իմ կյանք այս հիվանդությունը։ Հիմա եկեք անդրադառնանք սրան։ Առաջին եկեք մենք անդրադառնանք, թե ընդհանրապես այդ հիվանդությունները ինչպես կարան արտահայտվել։ Օրինակ կա, երբ որ անձը անդադար լացում է, երբ որ ինքը չի կարողանում բացատրել իր լացի պատճառը։ Սա հոգեկան խնդիրն է։ Այսինքն անդադար ինքը լացում է, անդադար ինքը տրտմած է։ Նույնիսկ երբ որ իր առաջ ուրախությունը, ինչ որ ուրախության բան ա գալ, ինքը չի ուրախանում։ Այսինքն ինքը դեպրեսիվ վիճակի մեջ է։ Սա այդ հիվանդությունների արտահայտության որոշակի կերպերն է։ Ան չի կարողանում իրեն զսպի, չի ինքը նույնիսկ կա ավելի հիմա այսպիսի բժշկական տերմինով նույնպես կա բարկության հոգեկան հիվանդություն, որը արտահայտվում է առավել բարկությունով, անձը անդադար բարկացած է, ամեն մի շղկոցի, դղկոցի վրա, ամեն մի ձայնի վրա ինքը բարկանում է։ Կա հոգեկան խնդիր, երբ որ առաջանում է ալերգիկ աղբյուրներից, ալերգիայից, անձը կարա գտնվի որոշակի մի միջավայր, որոշակի հոտից, որոշակի փոշուց, առաջ գա հոգեկան հիվանդություն։ Տեսեք, այնքան խորն է ամեն ինչը։ Դրա համար եւ հետաքրքիր է, որ շատ հաճախ մարդիկ ամեն ինչ վերագրում
խոստովանում են դիվահարության, պետքա զանազանենք, սիրելիներս, ինչա դիվահարություն, ինչա հոգեկան հիվանդություն է։ Այսինքն ամեն մի հոգեկան հիվանդության դիտարկել դիվահարվածի, սա ծայրահեղ, ամենածայրահեղ, մենք հետագայում ավելի խորը կնենք, որտեղ եթե սրան նվիրենք մեր ուսուցումը, այսինքն մեր վարդապետությունը, այսինքն անդադար շատ մեծ վարդապետություն ասա, որպեսզի սա մենք ցույց տանք ինչի մասին է խոսքը։ Դիվահարը մոտավորապես, որպեսզի մենք ավելի ցույց տանք դիվահարի որոշ նշաններ, ձեզ ասեմ, դիվահար հասկացողությունը, դիվահարը կտեսնեք ինքը խոսում է սատանայի սկզբունքներով, ինքը խոսում է դևի սկզբունքներով, ինքը հասկացողություն ունի, ինքը շատ բաների ճանաչողություն ունի, ինքը այդ դեպրեսիվ վիճակների մեջ չի։ Դիվահարը ուղղակի մերժում է Քրիստոսին եւ իր ամբողջ անեծքը ուղղված է Քրիստոսի անձի վրա։ Դիվահարը առավել արտահայտվում է այս կերպով։ Այսինքն, տեսեք, որոշակի առումով մենք պետք է զանազանենք, ինչի եմ ես ասում, որովհետեւ շատ հոգեկան հիվանդություններ, անձերը ոչ ճիշտ վարդապետություն ունեցողները վերագրում են դիվահարության։ Դրա համար այսինքն դիվահարը առավել կտեսնեք նրա արտահայտած խոսքերը կամ նրա ձայնը, ինքը կարա որոշակի առումով խոսա այնպիսի ձայնով, որովհետև խոսացողը դևն է եւ օգտագործում է այդ անձի մարմինը, այսինքն կարա խոսա այնպիսի ձայնով, որ ձեզ ծանոթ ինչ որ մեկի ձայնը լինի եւ այդ անձի ձայնով խոսա ձեզ հետ։ Սրանք ավելի, դրա համար եմ ասում, եթե մենք խորանանք սրա մեջ, կարա ավելի ժամանակը շատ գնա։ Դրա համար մենք ավելի նայում ենք դեպրեսիայի դեմ պայքարի մասին, ինչպես։ Այսինքն, մենք պետք է զանազանենք սա հոգեկան հիվանդություն է, թե իրական դիվահարություն է։ Դրա համար առավել, տեսեք, հիմա մեր դարաշրջանում առավել կա գործելակերպ, երբ որ մենք տեսնում ենք ավելի ավետարանի մերժվածությունը, ավելի հարվածները, որ գալիս է, որովհետև տեսեք, կարա դարաշրջաններ, օրինակ, եթե մենք անդրադառնանք հին դարաշրջանի, ասենք 17-րդ դարից սկսած, 17-րդ դարում որոշակի առումով աստվածաբանությունը սկսեց զարգանալ, այսինքն աստվածաշրջան ուսուցումը ավելի խորացավ, որովհետև մինչև այդ չկար աստվածաբանական կողմի մերժողություն, այսինքն որվեցե մեկը չէր ասում, որ աստվածաշունչը սխալ է, կամ ընդունում էին աստվածաշունչը կամ չէին ընդունում, մնում էին իրենց աստվածներին պաշտելով, բայց երբ որ եկեղեցիները սկսեցին զարգանալ, այսինքն եկեղեցիների այդ շրջանում 17-րդ դարից սկսեց աստվածաբանությունը զարգանալ, որտեղ առաջ եկան քրիստոնեական շրջանակներում ուշադիր լսեք, սա քրիստոնեական եկեղեցու մեջ սուտ վարդապետություններ կամ հերձվածություններ, ներմուծողներ Դրա համար սկսեց աստվածաբանությունը զարգանալ, այսինքն կա ապոլոգետ առարկան, որպիսի կարողանան հակադարձեն այս ուսուցումներին, ցույց տան իրական աստվածաշնչյան ուսուցումը։ Սրա համար աստվածաբանությունը սկսեց զարգանալ։ Եվ այդ շրջանում արդեն իսկ հակաթեզիս ավելի սկսեց աստվածաբանությունը իր ճիշտ ճշմարիտ վարդապետությունով հարվածներ։ Դրա համար մինչ այդ կային որոշակի ուրիշ հարվածներ դրսից, կայսերի կողմից, կայսերին հետևողների կողմից, հրեաների կողմից, ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ ըստ դարաշրջանի եկեղեցու վրա գալիս է հարվածներ։ Հիմա մեր կոնկրետ դարաշրջանում մենք տեսնում ենք, որ առավել հարվածները գալիս է լիբերալ աստվածաբանությունը, այսինքն ազատական աստվածաբանությունը ինքը հենց կոնկրետ նշանակում է դոկտրինաներից ազատված, այսինքն վարդապետական սյուները ամբողջ փշրած, այդ ազատ աստվածաբանությունը դիտարկում են կա դա էգզիստենցիալ մոտեցումը կարա լինի, օրինակ տեսեք, այդպիսի մի լիբերալ աստվածաբանական մոտեցում, ասում է հատվածը կարդացինք, ես այսպես եմ հասկանում, դու այդպես ես հասկանում, նույնիսկ կարա մեկը մյուսին հակառակ մեկնաբանություն, եւ ասում է սա էլ է իմ համար դա է ճիշտ, քո համար դա է ճիշտ, սա էգզիստենցիալ մոտեցումն է, այսպիսի մոտեցումներ կան արդեն, սրանք նույնպես հարվածում են ճշմարտության, դրա համար ամեն մի դարաշրջան, կարծես թե սատանան փորձում ամեն մի դարաշրջան ըստ մարդկանց ինֆորմացիայի տեղեկատվության հարվածներ անի, այսինքն ինչը մարդը, որտեղ մարդը թույլ է, այդ կողմից է ինքը հարվածում։ Մեր դարաշրջանում առավել մենք տեսնում ենք ավետարանի մերժողականությունը, բայց փոխարինվում է սա առավել այլ ուսուցումներով, այլ վարդապետություններով, այսինքն կոնկրետ նույն օգտագործվում է Աստվածաշունչը, բայց այլ ուսուցում։ Այս սա ավելի մեր դարաշրջանի յուրահատուկ պայքարը դեպի կամ հարվածը դեպի քրիստոնեություն։ Հիմա դրա համար առաջի հերթին մենք պետք է հասկանանք, որ հոգեկան հիվանդությունը նույնպես որպես աղբյուր կարելի է եւ ֆիզիկական եւ կարելի հոգեվոր պատճառներից, բայց միանշանակ տեսնելով Աստվածաշնչում, որ Նաբուկդոնոսորը որպես պատիժ ընդունեց հոգեկան հիվանդություն, սա չի տալի մեզ այնպիսի ընկալում, որ հոգեկան հիվանդությունը գալիս է միայն որպես պատիժ, որովհետեւ հոգեկան հիվանդությունը, ինչպես մյուս հիվանդությունների շարքում, կարա Աստծուց գա,
Սա ամենակարևորն է, ինչպես ես արդեն ասի, ինչպես արտահայտվում, այն արտահայտվում է անզսպողականությունով, լացով, բարկությունով, կարա տարբեր տեսակի արտահայտություններ լինի։ Եվ կարա ունենա նաև որոշակի սրտի սպազմաներ, այսինքն սրանք հոգեկան հիվանդություն է, բայց կարա հանդես գա որպես առաջինը, ինչպես մյուս հիվանդությունները, փորձության համար։ Այսինքն հիվանդությունները առաջինը գալիս է որպես փորձություն, ինչպես մյուս հիվանդությունները։ Աստված թույլ է տալի որպես փորձություն։ Այսինքն կարա այս պատճառով լինի։ Փորձություն ինչի նկատի ունենք։ Փորձություն, որով Աստված անձին կոնկրետ խոնարհացնում է, փորձություն, որով Աստված անձին կոնկրետ օգտագործում է Քրիստոսի նմանվելու որոշակի սկզբունքների մեջ։ Այսինքն ամեն դեպքում դա հիվանդություն է, որը մեծացնում է մեր, այսինքն հավատացյալի Աստծուց ունեցած կախումը։ Այսինքն երբ որ անձը առավել կենտրոնանում արդեն Աստծո շնորհքիվ, այսինքն այդ հիվանդության պատճառով անձին Աստված կարա դրդի կամ մղի ավելի կենտրոնանալու Քրիստոսի շնորհքի ազատարար այդ զորության հատկության։ Այսինքն ավելի, այսինքն դա հիվանդություն է, որը փորձություն է գալի որոշակի Աստված այդ փորձության միջոցով անձին ավելի մղում է դեպի Քրիստոսին նմանվելը։ Սա նույնպես կարա օգտագործվի, ինչպես մյուս հիվանդությունները, այնպես էլ հոգեկան հիվանդությունը կարա օգտագործվի։ Եվ հետաքրքիր է, որ պետք է մենք հասկանանք, որ կան հիվանդություններ, մենք եւ խոսում ենք հիվանդությունների մասին։ Պետք է հասկանանք մի բան, որ կան հիվանդություններ, որ Աստված ուղարկում է ժամանակահատվածի համար, որոշակի ժամանակ, նորից վերցնում է, եւ կան հիվանդություններ, որ Աստված ուղարկում է ամբողջ կյանքի ընթացքի համար։ Եվ մենք բոլորս կրում ենք որոշակի հիվանդություններ, օրինակ ես ունեմ եղբայր, որը կրում է ալերգիկ հիվանդություն, որի արդյունքում կարան առաջանան հոգեկան խնդիրներ, եւ ինքը իր ամբողջ կյանքում կրում է, եւ ինքը իմջալոց օգտագործում է այն դեղորայքը, այն միջամտությունը, որը թեթևացնում է իրավիճակը։ Եվ ինքը հոգեվոր անձ է, շատ հոգեվոր անձ է, բայց մենք գիտենք, որ դա ֆիզիոլոգիական աղբյուրից եկող հիվանդություն է, եւ ինքը արդեն գիտի, որ ամբողջ կյանքում ինքը պետք է այդ դեղորայքը օգտագործի, որպեսզի չսրվի իր այդ վիճակը։ Ինքը սա շատ լավ հասկանում է, եւ այստեղ դեղորայքը ուղղակի դառնում է օգտակար կամ օգնական։ Մենք հասկանում ենք, որ դեղորայքը չի ամբողջությամբ այդ վիճակից ազատողը։ Մենք հասկանում ենք, որ նրա կյանքում դերախաղում հոգեվոր սկզբունքները, ավելի խաղաղությունը բերելու, բայց դեղերը որոշակի առումով թեթևացնում են ֆիզիկական պատճառը, ֆիզիկական ազդեցությունը։ Սա շատ կարևոր է։ Այստեղ արդեն մենք չենք ընկնում ծայրահեղության մեջ, դեռ մենք ասենք կա բալանսավորում, մենք հասկանում ենք ինչի համար է այս դեղը, որ բաղադրիչի, այդ հիվանդության որ բաղադրիչի համար է դեղ, այդ ֆիզիոլոգիական ազդեցության համար է։ Բայց մենք տեսնում ենք, որ ընդհանուր այդ դեղով չի լուծվում այդ հարցը։ Եվ դեղը եւ հոգեվոր սկզբունքները պահում են անձին բալանսի մեջ, այսինքն խաղաղության եւ Քրիստոսի նվիրվելու մեջ։ Սա ամենակարևորը։ Ուրեմն նաեւ որպես հիվանդություն, որպես փորձառություն եկած հոգեկան հիվանդությունը կարա լինի ամբողջ կյանքի համար եւ անձը ամբողջ կյանքի ընթացքում այդ հիվանդությունով անցնի եւ կարա լինի որոշակի առումով ուղղակի ժամանակի համար տրվի, որ փորձառություն որպես որոշակի առումով Աստծո հետ ունեցած հարաբերությունը ավելի խորացնելու համար։ Տեսեք, կարա լինի որպես նույնպես փորձության որպես օղակներում կարա լինի այլ նպատակների համար։ Մենք չգիտենք։ Աստված ունի ունիվերսալ կերպ իր զավակներին օգտագործելու եւ ոչ միայն օգտագործելու ավետարանը տարածելու մեջ, այլ նաև օգտագործում է մեկը մյուսին մխիթարելու մեջ, այսինքն արդեն փրկված անձանց մեկը մյուսին մխիթարելու մեջ օգտագործում է։ Ինչպես օրինակ Պողոս Արաքյալը Կորինթոսի թղթում գրում է, մենք այնպիսի վիճակների մեջ հայտնվեցինք, նույնիսկ մեր հույսը կտրեցինք, որ ամբողջական, այսինքն որպեսզի մեր հույսը միայն ամբողջանա Աստծո վրա, այսինքն այն ծանոթությունը, քաղաքական եւ օրինակ հռոմեացի քաղաքացի էր, այս բոլոր լծակներից կտրեց Աստված, այսինքն ամեն ինչը ջնջվեց, որովհետեւ մեկը օգտակար չեղավ, շատ հատվածում տեսնում ենք, որ օգտակար եղավ, նրա Աստված օգտագործում է նրա հռոմեացի քաղաքացի լինելը, այդ լծակը օգտագործում է Աստված, բայց որոշակի մի հատվածի մեջ է դնում Պողոս Արաքյալին, որտեղ ինքը էլ ոչ մի լծակ չի աշխատում եւ այս ժամանակ արդեն ասում է մենք մեր մահը իմացանք որ հիմա մահանալու է Պողոսն ասում եւ ասում է որպեսի ամբողջական վստահենք Աստված ասում է մեզ դրեց այդպիսի վիճակների մեջ որպեսի տեսնենք որ իրականում միայն նա է եւ որպեսի կարողանանք այդպիսի վիճակներով անցնողներին կարողանանք մխիթարել ուզում եք եկեք կանադառնանք այդ հատվածին 2 Կորինթացիս ես կարդամ 2-րդ համարից առաջի գլխի 2-րդ համարից շնորհք լինի ձեզ եւ խաղաղություն Աստված մեր Հորից եւ Տեր Հիսուս Քրիստոսից օրհնյալ լինի Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը գթությունների հայրը եւ ամեն մխիթարության Աստվածը առաքյալ հենց այնպես բառեր չի օգտագործում գթությունների հայրը եւ ամեն մխիթարության Աստվածը
Այսինքն ցույց է տալի, որ բոլոր ամբողջական մխիթարությունը իմիջիայլոց նշանակում է անորոշ վիճակից դուրս հանել։ Մխիթարություն, սա ոչ միայն նշանակում է խաղաղություն տալ, այլ նաև որոշակի հարցերի պատասխանը չունենալով անորոշության մեջ եղողին նաև հանրնակ առաքյալն ասում է մեռելների հարության մասին, առաջի Թեսաղոնիկեցի թղթում խոսում է այս խոսքերով իրար մխիթար, եւ ինքը խոսում է հափշտակության մասին, խոսում է մեռելները ինչպես պիտի հարություն առնեն, որ Քրիստոսի հետ հոգիները կգան եւ նույնպես փառավորյալ մարմիններ կառեն։ Այդտեղ նույնպես ինքը որպես մխիթարություն, այսինքն անորոշությունից, որտեղ շատերը այդ անորոշությունից ասում է, չեմ ուզում որ դուք տրտմեք ինչպես ոմանք, որ չունեն հույս, ինչպես ոմանք, որ այսինքն կա տրտմություն, որ հույս չունի, եւ կա տրտմություն, որ ի վերջո հույսը այդ տրտմությունը վերացնում է։ Առաքյալը սա է խոսում, այսինքն ամեն դեպքում մենք հասկանում ենք, որ այստեղ նույնպես մխիթարության մասին ամենքը Աստծուն ներկայացնում ամեն մխիթարությունների Աստվածը եւ ասում է որ մխիթարում է մեզ մեր ամեն նեղությունում որ մենք կարող լինենք մխիթարել նրանց որ ամեն տեսակ նեղությունում են այն մխիթարությունով որով մենք Աստվածանից մխիթարվում ենք այսինքն տեսեք որոշակի առումով Աստված իր զավակներին դնում է այնպիսի վիճակների մեջ որպեսզի ճանաչեն Աստծուն ամեն մխիթարությունների Աստված եւ որպեսզի կարողանան այդպիսի վիճակներում լինողներին մխիթարեն, որտեւ եթե իրանք այդ վիճակներով չանցնեն, այդ վիճակներով անցնողներին չեն կարողանում մխիթարել։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ նաեւ հոգեկան հիվանդություններ կար Աստված ուղարկի որոշակի կյանքում մարդկանց, որտեւ ասում եմ ունիվերսալ Աստծո գործելակերպը նեղ հայացքով չի կարելի նայել, ցեներս, նեղ հայացքով եթե նայեք աղանդավոր կսկսեք տարբեր վարդապետություններ հորինել։ Դրա համար այսինքն մենք հասկանում ենք, որ նույնիսկ հոգեկան հիվանդություն կարա գա անձի կյանքում որպես փորձառություն, որպես մխիթարություն ուսուցում, եւ որպեսզի անձը կարողանա այդ վիճակներով լինողին օգտակար լինի, կարողանա այդ վիճակներից նրան օգտակար ճշմարտություններով ազատի։ Աստծո խոսքով, իհարկե անող Աստծո շնորհը։ Հիմա եւ նաեւ հետագա եթե նայեք, տեսեք առաքյալն ինչ ասում։ Տեսեք Առաքյալն ասում է, տեսեք, նույն սկզբունքը ավելի խոր ասում է, որովհետև ինչպես Քրիստոսի չարչարանքներն ավելանում են մեզանում, այնպես էլ Քրիստոսի ձեռով միջոցով շատանում է մեր մխիթարությունը։ Եվ եթե նեղություն ենք քաշում, այն ձեր մխիթարության եւ փրկության համար է, որ հաջողվում է այն չարչարանքների համբերությունով, որ մենք էլ չարչարվում ենք։ Եվ եթե մխիթարվում ենք, այն ձեր մխիթարության եւ փրկության համար է։ Եվ մեր հույսը ձեզ համար հաստատ է, որովհետև գիտեք, թե ինչ չարչարանքների մասնակից եղանք, այնպես էլ մխիթարությանը, տեսեք, եւ հետևից բացատրում ամի սկզբունք, որտեղ Աստված իրաց դրեց այդ պարագայում մեջ, որովհետև չեմ կամենում եղբայր, որ դուք չգիտենաք, այն նեղությունը, որ Ասիայում մեզ եղավ, որ մեր կարողությունից ավելի ծանրաբեռնվեցանք, հիշում եք խոսք Աստծո, Աստված ձեր կարողությունից ավելի փորձություն չի տալի։ Հիմա տեսեք առաքյալն ինչ ասում, որ մեր կարողությունից, այստեղ կարողություն բառը ի նկատի ունի մեր այն լծակները, որը մի ժամանակ մենք օգտագործում ենք եւ դրանցով ազատվում ենք, դա չաշխատեց։ Հիմա որպեսի վազի չեմ կամենում եղբայր, որ դուք չգիտենաք այն նեղությունը, որ Ասիայում մեզ համար, որ մեր կարողությունից ավելի ծանրաբեռնվեցանք, մինչև որ մեր կյանքի հույսն էլ կտրել էինք, այսինքն մենք սպասեցինք, որ հիմա պիտի մահանանք։ Մենք ասենք միանում ենք Տիրոջը։ Բայց հենց մենք ինքներս մեր վրա մահվան վճիռը ունեինք, որպեսզի մեր անձերի վրա հույս չդնենք։ Տեսակ բառը։ Այսինքն Աստված այդպիսի վիճակների մեջ մեզ դրեց, որ կտրվի մեր անձերի վրա եղած հույսը։ Իրենց անձերի վրա եղած հույսը ինչի հետ էր կապված։ Այն լծակների, որ որոշ պարագաների մեջ օգտագործել են առաքյալները եւ դուրս են եկել։ Օրինակ Պողոսը օգտագործեց իր հռոմեական քաղաքացի լինելը եւ դուրս եկա որոշակի վիճակում։ Շատերն եկան որպեսզի ներողություն խնդրեն նրանից, որտեղ հռոմեացի քաղաքացի էին բանտարկել։ Տեսեք, սրանք շատ կարևոր է, ասում է, էլ չաշխատեց ոչ մի բան եւ Աստված հատուկ ասում է դրեց այդպիսի վիճակներում։ Տեսեք, որ մեր կարողությունից ավելի ծանրաբեռնված, մինչև որ մեր կյանքի հույսն կտրել ենք, բայց հենց մենք ինքներս մեր վրա մահվան վճիռ ունեինք, որպեսզի մեր անձերի վրա հույս չդնենք, այլ Աստծո վրա, որ մեռելներին հարուցանում է, որ այսպիսի մահից մեզ փրկեց եւ փրկումել է, որին հույս ունենք, թե տակավին փրկելու է, ձեր մեզ համար արած աղոթքի օգնությամբ, որ շատ մարդկանցից մեզ եղած շնորհքի համար շատերի ձեռով գոհություն մատուցանվի մեզ համար։ Այսինքն, եթե ուշադիր եք, առաքյալը խոսում է հենց այդ մասին եւ ինքն ասում է, որպեսզի այս վիճակներով անցնողները դրվեց այսպիսի վիճակներում, որ մենք կարողանանք մխիթարել ամեն մխիթարության Աստվածը, ինքը որտեղից ճանաչեց Աստծուն որպես ամեն մխիթարության Աստված, այդ վիճակների մեջ, որտեղից կարա անձը ճանաչի Աստծուն ամեն մխիթարության
երբ որ որոշակի հիվանդություններ եւ այդ հիվանդությունների, երբ որ կտեսնենք, որ այդ հիվանդությունների մեջ, այսինքն Աստված մեզ ներկայանում է որպես ամեն մխիթարությունների Աստված։ Մենք մեր ամբողջական մեր հույսը դնում ենք արդեն իր վրա։ Այսինքն կա պարագաներ, որտեղ նույնիսկ տեսնում ենք դեղերը չկա։ Այդ ժամանակ ամբողջ համայնքն է աղոթում, այսինքն այդ անձի համար։ Սրանք տարբեր ունիվերսալ կերպեր է, որ Աստված կարող օգտագործի դες։ Այսինքն մենք ինչ նայեցինք։ Մենք տեսանք, որ հիվանդությունները, որքանով էլ Աստվածաշունչում տեսնում ենք, որ այսինքն Նաբուկդանասորի կյանքում, Նաբուկդանասորի կյանքում տեսնում ենք ան գալիս է որպես պատիժ, բայց մենք հասկանում ենք, որ հոգեկան հիվանդությունը կարող նաև արտահայտվի ընդհանրապես որպես հիվանդություն, մյուս հիվանդությունների շարքում, որոնք գալիս են որպես փորձություն։ Հիմա մյուսը, որ կարող ենք տեսնել, կարող նաև օրինակ Առաքյալը որոշակի առումով այսպիսի պարագաներում եղավ։ Պողոս Առաքյալը ընկավ բերդ, ոչ թե որ ինքը հանցագործ էր։ Մենք տեսնում ենք, որ սուտ կեղծ մեղադրանքների պատճառով։ Այսինքն ամեն դեպքում Աստված թույլ տվեց, որ անձը գտնվի բերդում, եւ մենք տեսնում ենք, որ բանտում շատ անձին կապաշխարեցին, բանտում լսվեց նաև ավետարանը։ Աստված կարա թույլ տա որոշակի հիվանդություն, որոշակի շրջան, նույնիսկ հոգեկան հիվանդություն, որի պատճառով անձը կարա հայտնվի դիսպենսերում, այսինքն հոգեկան բուժ կենտրոնում, եւ այնտեղ կլինի անձ, ում ինքը կհանդիսանա որպես մխիթարիչ կամ ում ինքը կփոխանցի ավետարանը որպես փրկված, որտեվ մենք չգիտենք նախասահմանված անձանց որտեղ են, ինչ պարագաներով են ասում։ Աստված կարա օգտագործի, որտեվ ինքը կարա որպես հիվանդություն թույլ տա, որպեսզի այդ հիվանդության պատճառով անձը գտնվի որոշակի շրջան հիվանդանոցում, եւ հիվանդանոցում կա մեկը, ով Աստված գիտի, ում համար պետք է Աստված այդ անձին օգտագործի, այսինքն ավետարանի փոխանցումը։ Նաև այսպիսի վիճակներ կան, եւ եթե դուք նայեք ընդհանուր քրիստոնեական կյանքի քրիստոնյաների որոշակի պատմությունը, կտեսնեք ինչպիսի վկայություններ կա այսպիսի կերպեր, որ Աստված օգտագործել է եւ ովքեր են փրկվել եւ ինչ տեղերում եւ ինչպիսի վիճակների մեջ են փրկվել։ Որտեղ են լսի ավետարան, որովհետեւ մեկ մարդ լսել է օրինակ Գեդեոնի այդ կազմակերպության օգտներում մի անձ, ով բանտում ուղակի օգտագործելով աստվածաշնչյան թղթերը որպես սիգարետի կամ շատ անգամ նաև որպես տուալետի թուղթ օգտագործել են եւ որոշակի առումով հատվածներ են կարդացել։ Այսինքն այնպիսի կերպերով Աստված կարա անձին խոսա, դրանք ունիվերսալ կերպեր են։ Այսինքն կարա նաև օգտագործի այս հիվանդությունները, որպեսզի մենք գտնենք որոշակի շրջան հիվանդանոցում եւ մեր վկայություն տանք որոշակի անձի, ում Աստված ով հանդիսանում է նույնպես նախասահմանված Աստծո կողմից։ Սա նույնպես կարևոր սկզբունք է հոգեկան հիվանդությունների մասին։ Ուրեմն տեսեք, մենք տեսանք, որ հոգեկան հիվանդությունները կարան առաջ գան եւ ֆիզիկական աղբյուրից եւ հոգեկան աղբյուրներից, եւ շատ կարևոր այն որպես փորձառություն կարա լինի, առաջին նաև կարա այլ նպատակներ կրի, որոշակի առումով գտնվենք միտեղ, որպեսզի օգտակար լինենք, այսինքն այն նաև կարա լինի որոշակի առումով, որպեսզի ճանաչենք նրան որպես գլխավոր մխիթարիչ, մխիթարություն, ամեն մխիթարությունների Աստված, այն նաև կարա լինի որպես պատիժ, այո, որպես պատիժ։ Այսինքն այս 4 կարևոր կետերով կարա հանդես գա որպես հոգեկան հիվանդություն է։ Եվ տեսեք, երբեք չի կարելի ասել, որ այս հիվանդության ընդհանուր ամբողջական բուժումը կապված է միայն դեղորայքի հետ։ Ոչ, դեղորայքը կարա օգտագործվի, եթե որոշակի առումով այս հիվանդության աղբյուր կա ֆիզիոլոգիական։ Այս ֆիզիոլոգիական ազդեցությունը թեթևացնելու համար կարա տեսեք, որովհետև օրինակ պրակապենք որ մի դեպք կա պատում, ասում մի քույր կար, որը անդադար մահվան այդ տենչում էր մահ, ինչպես մենք կարդացինք Հոբի պարագայում, ինքը ուզում էր մահանա, ինքնասպանություն գործի, եւ ասում է եւ այդ քուրը եկավ, եւ ես ասում եմ, երբ որ նրա հետ խոսում էի, լսում էի, տեսնում էի, որ ինքը չի լսում ինձ։ Իր ամբողջ ուշք ու միտքը, որ ինքը գնա եւ այդ ինքնասպանությունը գործի։ Եվ ասում է ինքն ինձ ասեց այդ քույրը, ասեց հիմա բժիշկը ինձ անտիդեպրեսանտ անշանակե, ինչ անեմ, ես դրանք խմեմ թե դեն նետեմ, եւ ես ասեցի ոչ, ավելի լավ է դու դրանք խմես, որ մենք կարողանանք մի շաբաթ հետո նորից հանդիպենք։ Ինչի, որովհետեւ եթե դու դրանք չխմես, ես վախենում եմ, որ մենք էլի իրար չհանդիպենք, այսինքն դու գնաս եւ այդ ինքնասպանությունը գործես։ Եւ այս պարագայում այդ դեղորայքը հանդիսանում է որոշակի առումով ավելի ազդեցությունը պահող զսպող, ինչպես ես արդեն ասեցի, մենք գիտենք օրինակ անց կա, որ ինքը հոգեկան այդ խնդիրը ձեռքաբերում ալերգիկ վիճակից, ինքը արդեն հակաալերգիկ դեղեր է օգտագործում եւ ինքը գիտի, որ ինքը հակված ամբողջ իր կյանքում այդ դեղերն օգտագործելու, ինչի օրինակ դրա համար մենք հասկանում ենք, որ դա օրինակ Պողոս Առաքյալը, տեսեք, Պողոս Առաքյալը նույնպես որոշակի խնդիրներ ունի եւ ինքը այդ խնդիրների մասին ավելի չի մանրամասնում։ Մենք չգիտենք ինչ խնդիր է, աչքի հետ կապված կարա լինի, որոշակի անց կարա լինի, որ իրան անդադար ծակում է։ Մենք չգիտենք, բայց
գիտենք, որ Աստծուց սատանայի ցակոց է գալ իր կյանք եւ Պողոսը խոսում է նպատակ, ասում է, որպեսզի ես խոնարհվեմ, որ շատ հայտություններ ունենալու պատճառով չհպարտանամ։ Եվ Աստված անգիր գիտի մեր կառույցը։ Աստված անգիր գիտի ինչ պարագաներում ինչ է կարա մեզ սպարտություն տա, ինչպես կարա սատանան օգտագործի։ Առաքյալը ասում է, մենք նրա խորհուրդներին անծանոթ չենք, գիտենք, բայց Աստված ունիվերսալ կերպով իր սուվերեն կամքի մեջ շատ բաներ օգտագործում է, շատ բաներ մեզ ասում է մեր կյանքում ինչի համար եկավ, այսինքն շատ բաներ մենք հասկանում ենք, բայց շատ բաներ էլ կա, որ Աստված մեզ չի ասում։ Տեսեք, Պողոսը աղոթեց, Տեր այս հիվանդությունը վերցրու, եւ Աստված ասեց, իմ շնորհքը բավարար է, որովհետեւ իմ զորությունը տկարության մեջ է։ Այսինքն այդ հիվանդության նպատակը ո՞րն էր Պողոսի կյանքում, որպեսզի Պողոսին պահեր տկար, որպեսզի Աստծո զորությունը Պողոսի կյանքում արտահայտվեր, որտեղ ասեց իմ զորությունը տկարության մեջ է երևում։ Իմ զորությունը քո վրա կազդի, երբ որ դու տկար ես, մարդկորեն տկար ես։ Եթե դու մարդկորեն զորավոր ես, իմ զորությունը դու չես տեսնում։ Այսինքն սա որոշակի սկզբունք է։ Նույնպես կարա մեր կյանքում գա, այսինքն կարանք որոշակի հասկացողություն ունենանք, ինչի համար է եւ ինչ է անում այդ հիվանդությունը մեզ, եւ կարանք չիմանանք, որովհետեւ Աստված նույնպես եմ ասում, ունի սուվերեն կարգ, ինքը օգտագործում է մեր կյանքում շատ պարագաներ, որոնց մասին մեզ չի ասում, բայց մենք իր հասկողության տակ ենք, ցենես տեսեք, սա շատ կարևոր սկզբունք է եւ մեր որոշակի առումով հոգեվոր մխիթարությունն է։ Մենք գիտենք Աստծո խոսքից, որ Աստված մեզ մեր ուժերից ավելին չի ուղարկում փորձություն, եւ մենք գիտենք, որ ամեն փորձություն Քրիստոսի մեջ եղած անձի համար բարի գործակից է, որն է այդ բարին մեզ Քրիստոսին նմանեցնելու, նախասահմանված են Քրիստոսին նմանվելու։ Հիմա Աստված կարա նաեւ այդ օղակներում օգտագործի որոշակի հոգեկան հիվանդություններ ուղարկելով անձի կյանք։ Օրինակ, ինչպես շատ-շատերը չգիտեն, Սպերջենը ամենասիրված քարոզիչներից մեկը։ Սպերջենը իր կյանքի ամբողջ ընթացքում շատ շրջաններ անցել է հոգեկան խնդիրներով, դեպրեսիվ շատ խորը վիճակներով։ Սպերջենը եւ շատ կարեւոր է, որ օգտագործել են դեղորայք, չնայած այն ժամանակ այդ դեղերը այդքան մեծ ազդեցություն չեն ունեցել կամ ավելի գիտությունը զարգացած չի եղել, ավելի մարդ ուսումնասիրված չի եղել որպես անատոմիական, այսինքն երևույթ, բայց նորից եմ ասում, օգտագործել են, որպիսի այդ վիճակները թեթևանան, դրանք ֆիզիոլոգիական խնդիրներ են։ Կամ Վիլյամ Կուպերը, ով շատ հիմների հեղինակ է, իր ամբողջ կյանքում շատ երկար ժամանակ գտնվել է հոգեկան դիսպենսարում, այսինքն հոգեբուժարանում, իր կյանքի շատ շրջանում, մեծամասամբ, բայց տեսեք ինքը ինչպիսի հոգևոր անձ է։ Սերներս, ինչի եմ ես սա ասում, որպեսզի մենք հասկանանք, որ նաև որպես հիվանդություն Աստված կարա մեր կյանքում թույլ տա փորձության համար, այս մենք նայեցինք 4 նպատակների համար, որպես մխիթարության Աստված ճանաչել է, որոշակի առումով ավետարան փոխանցել է, թույլ տա հոգեկան հիվանդությունները, եւ դրանք կարող ունեն տարբեր պատճառներ։ Շատ հետաքրքիր է, որ այս մարդիկ բուժվել են որոշակի բժշկական միջամտություններով։ Այդ բժշկական միջամտությունները ուղղակի որոշակի առումով թեթևացրել են նրանց ֆիզիոլոգիական մասը, հիվանդության հորմոնալ ֆիզիոլոգիական մասը։ Իսկ իհարկե մենք հասկանում ենք, որ հոգեկան հիվանդությունները չեն բուժվում միայն դեղորայքով, այսինքն դրանք ուղղակի նպաստում են ֆիզիոլոգիական մասին, բայց ընդհանուր մեր խաղաղությունը գալիս է հոգևոր սկզբունքներից, Քրիստոսին վստահելուց։ Բայց նաև կարող հոգեկան որոշակի խնդիրներ առաջանա հենց հոգեկան սկզբունքներից, անձը չի վստահում Աստծուն, չվստահելով որոշակի վախեր ունի, որի վրա ազդում են անցյալը նաև։ Այս որոշակի վախերի արդյունքում կարող նույնպես որոշակի հոգեկան հիվանդության ախտանիշներ արտահայտվի, այսինքն չզսպողականություն, իմիջիալոց հոգեկան հիվանդությունների կարևոր բաղադրիչ արտահայտվում է պատասխանատվությունից փախնելու մեջ։ Հոգեկան հիվանդության ախտանիշը սիմպտոմը նաև, երբ որ անձը անդադար փորձում է պատասխանատվությունից փախչի։ Երբ որ դու նրան հարցեր ես տալի, օրինակ Բիլ Գաթերը այս մասին ունի մի 7 սկզբունքները կյանքի սկզբունքներ, ինքը ունի այդպիսի սեմինար, այդ սեմինարի մեջ ինքը անդրադառնում է, որ որոշակի բժիշկ, որի հետազոտության մեջ հոգեբժիշկ հոգեկան հիվանդությունների մասնագետ, ինքը ասում է ուսումնասիրեցի եւ տեսա, որ մեծ մասամբ հոգեկան հիվանդություններ կարան բուժվեն, երբ որ այդ անձի հետ սկսում ես ավելի բերել նրան պատասխանատվության եւ ասում է շատ հիվանդներ ազատվեցին այդ հիվանդությունից։ Տեսեք, այդպիսի նույնիսկ այդպիսի ճշմարտություն կա, այսինքն անձը նաեւ կարա պատասխանատվություն փախնելու այդ ախտանիշը արտահայտի։ Նորից ասում եմ, կա բարկություն լինի, կարա ալերգիա պատճառ հանդիսանա։ Դրա համար ինչ որ մենք ուզեցանք, ես ուզեցա ամբողջացնել, որ շատ նաև հոգևոր հավատացյալներ, եկեղեցական, որոնց մենք ճանաչում ենք հեղինակավոր անձինք, նրանք նույնպես անցել են այդպիսի վիճակներում, բայց մենք պետք է հասկանանք, որ այս վիճակները Աստծո կողմից կարան որպես հիվանդություն օգտագործվեն։ Հիմա
Ինչ ենք մենք հասկանում, եւ արդեն մենք կունենանք նաեւ մեր 5-րդ ձայնագրությունը, որտեղ կլինենք պայքարելու ամբողջական միջոցը։ Մենք ինչ ենք տեսնում։ Քանի որ կան ֆիզիկական պատճառներ, կա ֆիզիկական ազդեցություն այդ հիվանդության, անտիդեպրեսանտները, դեղերը, որոշակի առումով այդ հակաալերգիկ դեղերը, այսինքն բժշկական միջամտությունը պետք է որպեսզի թեթևացնի եւ չսրվի այդ հոգեվիճակը, այսինքն այդ հոգեկան վիճակը, որը ունի ֆիզիոլոգիական ազդեցություն։ Անձի ուղեղում արտադրվում է որոշակի հորմոններ եւ կամ ստանդարտ հորմոններ, որ պիտի արտադրվեն, չի արտադրվում։ Սա հանդիսանում է պատճառ կամ ալերգիկ կերպից, որը կապված է կենտրոնական համակարգի հետ, ներվերի, նյարդային անձի հետ կարա հոգեկան խնդիրներ առաջ գա։ Այսինքն դեղորայքը ուղղակի թեթևացնում են կամ օգտակար են, որպեսզի այդ վիճակները չսրվի, բայց մենք երբեք չենք ասում, որ այդ դեղորայքն է միայն հանդիսանում մարդու համար բուժման առողջության միակ միջոց։ Սա ծայրահեղությունն է։ Մենք ասում ենք, որ դեղերը կարող օգտագործվեն, եթե կա ֆիզիոլոգիական ազդեցության մաս, որպեսզի թեթևացնեն, չսրվի եւ անձին չմղի ավելի քայլեր անելու սխալ, բայց հետագայում մենք տեսնում ենք, որ այդ անձի հետ պետք է նաեւ հոգեվոր ուսուցումը, ճշմարտությունները կամ մխիթարությունը հոգեվոր առումով, Աստծո խոսքի հոգեվոր սկզբունքներով ամբողջական բերի խաղաղության։ Այսինքն երկուսն էլ կարող օգտագործվեն, իհարկե ամբողջական մենք տեսնում ենք ավելի մեծ պաշարը տրվում է Աստծո խոսքին եւ հոգեվոր դաշտին, բայց չի կարելի այստեղ մերժել ընդհանուր ֆիզիոլոգիական մասը, այսինքն մերժել ընդհանրապես դեղորայքը։ Մեր այսօրվա ուսուցման մեջ ես բերեցի ավելի մեր 4-րդ թեզիսի մեջ, որովհետեւ մենք հոգեկան հիվանդությունները ճիշտ դիտարկենք։ Դա մի բան է, որ բոլորիս կյանքում կարող լինի, սերս։ Բոլորիս կյանքում Աստված կարող ուղարկի, նույնիսկ մեր կյանքի վերջի շրջաններում։ Կարող է դու ամբողջ քո 70, ասենք եթե Աստված որոշել է, որ դու 80 տարի պիտի ապրես, 70 տարին դու կարող ապրես ամբողջական լուրջ ողջամիտ, բայց կա քո կյանքում կարա վերջի 10 տարին հոգեկան խնդիրներ առաջ գա, բայց սա չի նշանակում, որ սա եկավ որպես պատիժ, ոչ, սա ուղղակի որոշակի առումով Աստված գիտի ինչ նպատակների համար է։ Դրա համար մենք սա դիտարկում ենք որպես Աստծո կողմից նաև փորձառություն։ Ամենակարևորը, որ մենք չընկնենք այդ ծայրահեղությունների մեջ, միայն դեղորայք կամ միայն հոգևոր սկզբունքներ, ոչ, մենք պետքա դիտարկենք, որ բոլոր կողմերից, որտեղ այդ հիվանդությունը կրում է երկու աղբյուր, եւ ֆիզիկական, եւ հոգեվոր։ Ուրեմն պետքա օգտագործվի նաեւ որոշակի առումով, որպեսզի վիճակը չսրվի, որպեսզի անձը ավելի հակված լինի լսելու խոսքը եւ մխիթարվելու ֆիզիոլոգիական մասի համար, որպեսզի ազդեցությունը վերանա չսրվի, պետքա օգտագործվի նաեւ դեղորայք։ Տերը ձեզ օրհնի փառքի համար։ Ամեն։ Անկամ մենք մյուս զայնագրության մեջ կանրադառնանք արդեն 5-րդ թեզիսը, որտեղ կտեսնենք ընդհանրապես բուժման այդ կերպերը, որոշակի աստվածաշրջան հատվածներ կնենք, եւ կարեւորը, որ արդեն կանրադառնանք մեր հռոմեացիս հետագա հատվածին։ Տերը ձեզ օրհնի փառքի համար։ Ամեն։